Փորձում են վերջնականապես բանակն օտարել ժողովրդից, սա է սարտարապատ շարժման գնահատականը արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի վերաբերյալ։ Դժգոհություն է առաջացնում հենց բանակի առողջ հատվածում, հատկապես արժանապատվությունը չկորցրած սպայակույտի շրջանում, որը երբեք թույլ չի տա բանակի օգտագործումը ժողովրդի դեմ։ Սարտարապատ շարժման անդամները հավատացնում են, որ այս իրավիճակում լուծումը մեկն է։ Իրեն ընդդիմադիր համարող շրջանակ պետք է դադարեցնի այս համակարգի մաս լինելը, որովհետև արդեն պարզ է, որ կազինոյի դեմ խաղ չկա։ Շուշի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը նույնպես կասկած չունի, որ բանակը դուրս չի գա ժողովրդի դեմ։ Նա հիշեցրեց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, երբ իշխանությունները բանակը դուրս բերեցին փողոց, սակայն չհամարձակվեցին մոտեցնել ժողովրդին։ Նրանք սպասեցին ժողովրդի ամբողջական դուրսբերումից հետո բանակը մտավ հրապարակ միասնիկյան։ Այսօր էլ գիտակցում եմ, որ այն բահին եթե համարձակվեն բանակն ու ժողովուրդը խառնել, բանակը բնականաբար ժողովրդի կողքին է անցնել։ Ժիրայր Սեֆիլյանը անիմաստ է համարում արտակարգ դրության մասին օրենքի ընդունումը, քանի որ այս իշխանությունները գործում են օրենքից դուրս։ Իսկ Գարեգին Չուքազյանն ընդամենը հարկ համարեց հիշեցնել։ Ուժային լծակները ստեղծվել են պաշտպանելու համար ժողովուրդը արտաքին ագրեսիայից եւ ոչ թե ժողովրդից։ Տաթևիկ Ազիզբեկյան, Սարգիս Համբարձումյան, IPV։